Այսօրվա մամուլն եմ թերթում ու տարբեր վերնագրեր եմ կարդում։ Իշխանությունը արշավները իրականացնում եկեղեցու դեմ, ուրեմն հովանավանքի պատարակը ֆեյք էր, կոմպրոմատներ են հավաքում հոգևորականների դեմ եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ես ուզում եմ մի կողմ թողնենք բոլոր վերնագրերը, քննարկումները եւ վերադառնանք մեկ հիմնական հարցին։ Կտրիչ Ներսիսյանը, վեհապարտերը զավակ ունի եւ խախտել է կուսակցության ուխտը։ Եվ սա է եղել ամենաառաջին հիմնական հարցը, որը մինչև հիմա որևէ մեկը չի պատասխանել եւ մայրացողն չի հերքել։ Եվ հետեւաբար այս հարցն է հիմնական հարցը, որը հնչում է եւ չունի մինչև հիմա պատասխան։ Եվ հատկապես հետաքրքրական է բոլոր այն մարդկանց կարծիքը, ովքեր պաշտպանում են Կտրիչ Ներսիսյանին։ Սիրելի քաղաքացիներ, հատկապես ընդդիմադիր կամ հակադիր հայացքներ ունեցող քաղաքացիներ, դուք հաշտ եք այն մտքի հետ, որ ուրեմն վեհապարտերը կարող է լինել մի մարդ, ով խախտել է կուսակցության ուխտը եւ զավակ ունի։ Սա է հիմնական հարցը։ Եվ խնդրում եմ այս հարցին ուղիղ պատասխանեք, որովհետեւ մնացած բոլոր հարցերը երկրորդական են, ադյանցիալ են, մեծ հաշվով մանիպուլատիվ են եւ չեն բխում իրականությունից։ Դուք հաշտ եք, որ վեհապարտերը լինի մի մարդ, ով խախտել է կուսակցության ուխտը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։